Ձեր կարծիքով Հայաստանում արդարություն կա, արդար համակարգ գործում է։ Ոչ։ Իհարկե ոչ։ Ինչ արդարության մասին է խոսքը։ Չէ, բոլոր բնակավարներում արդարություն չկա։ Արդարություն ոչ։ Սկզբից գիտեինք, որ բան է փոխվել, բայց փաստորեն ոչ մի բան չի փոխվել։ Ոչ։ Դա լավ բարձ է տերում, որ արդարություն չկա։ Կարծում եմ, որ չէ։ Երկնքում։ Ոչ։ 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 Ստեղ ասում են մեկնաբանություններն ավելորդ են։ Տանը որտեղ արդարություն լինի։ Իմ կարծիքով պիտի մարդիկ օրենքի առը բոլորը լինեն հավասար։ Բայց դրա համար պետքա մտածել սահմանադրությունը պահպանել, ամեն ինչ պահպանել, օրենքը պահպանել, որ մարդիկ դա պիտի գա մանկապարտեզի դեպ, մարդիկ պիտի իրենց իրավունքներն իմանան, սահմանադրական իրավունքը պիտի մեծտեղ գրավի մեր հանրապետությունում, բայց ցավոք սրտի այսօր իմ տեսակետն եմ ասում իհարկե Հայաստանի Հանրապետության բնակիչների շատերը իրենց իրավունքները չգիտեն եւ շատ դեպքերում չի պահպանվում ցավոք սրտի։ Հուսով ենք, որ ավելի լավ կլինի։ Երբեք իմ կարծիքով արդարություն չի եղել, հիմա էլ չի գործում։ Դե եթե կառավարության վերանա, որը կներեք ռուսերեն ասեմ, из области фантастики, այն ժամանակ կարող է, բայց չեմ կարծում Հայաստանը չի ուղղվի։ Կառավարությունը չի փոխվի, ամեն մեկը իր գրպանի մասին է մտածում, իսկ ժողովուրդին էլ նայում են որպես, չգիտեմ, կենթանի։ Արդարություն լինելը դա հարաբերական է։ Նայածում երբ, որտեղ, ինչ բնակավարում, բացարձակ կերպով ասել հնարավոր չի, չկա, բացարձակ կերպով։ Մասամբ կա, մի հատ լավ խոսք կա, ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր, այդ սկզբունքով ամեն ինչ կատարվում։ Ես ինչ արդար երգիր է տանեմ, ուր արդարություն, երբ որ սաղ մեկը մեկին խապում են, ոնց կար արդարություն լինի։ Ոչ, միանշանակ, արդարություն չկա, կառավարությունը ստի վրա է հիմնված, այսօր մի բան ասում, վաղը մերժում է իր ասածները, այնպես որ արդարություն չի կարող լինել։ Միանշանակ ոչ, չէ, որովհետև իշխանությունը արդարություն չի ուզում։ Ինձ թվում է արդարություն չի գործում ազ, չի գործում։ Մարդկանց մեջ թե խանութներում, որ այսքան ամեն ինչ թանկացել է, մարդիկ չգիտեն ոնց ապրեն, աշխատավարձները չի բարձրանում։ Արդարություն չկա, ոչ մի բանում արդարություն չկա։ Ոչ մի բանում։ Ոչ, արդարությունը վաղուց մոռացած է։ Անարդարությունն է տիրում, մանավանդ վերջի 7 տարում, թեև նախորդ տարիները անարդար եղել, բայց այս աստիճանին անարդար չի եղել, որտեղ ինչ որտեղ էլի կարողանում ենք համակերպել կյանքին, իսկ հիմա լրիվ անարդար է, որտեղ Ալան-Թալանը շարունակվում է կրկնակի, քառակի եւ ես Երևակայի ավելի բազմակի եւ իրենց գործերն անում են, ամեն դեպքում ժողովրդի մասին մտածող չկա։ Մի հատ լավ ասացված կար էլի, եթե արդարություն եք ման գալիս, պիտի գնաք ուրիշ մոլորակ։ Մեր մոլորակը արդարության մոլորակ է։ Բոլորս էլ տեսնում ենք, այն բացական երևույթները որ կա, բողոք չի լինում արդարության պայմաններում, բայց ամբողջ ժողովուրդը բողոքում է։ Այս բան չէ, չեմ պատկերացնում, լավ բան չկա, չեմ սպասում։ Մեծ հույսեր կար, բայց լավ չեմ չի արդարացնում։ Կոնկրետ հիասթափված են, կոնկրետ հիասթափված։ Ինչ ասպարես կա ամենտեղ խաբեբայություն է, սկսած առևտրից, բժշկությունից մինչև փողոցային առևտ։ Լիքը տեղեր գործում է, ուղղակի ինստիտուտներ կա, որ պետք է աշխատեն։ Դա չի գործում, արդարություն ինչ պիտի գործի, չկա արդարություն։ Առանց մեկնաբանելու, առանց մեկնաբանության չկա արդարություն ընդհանուր։ 18 թվից ավելի վատ է դա, շատ ավելի վատ է։ Եթե պետք է վարչապետին ինչ-որ բան ասեն ինքը բռնի մարդուն փագի պրոստը տակ խոսքի համար, խնձորի համար, պամիդորի համար, չկա ոչ։